Ճական պատասխան տվեցի եւ դիտորդների մասով դուք հայտարարում եք, որ դիտորդներին Հայաստանը առաջարկել է հանել մինչև այս սահմանազատված հատվածներից 12-րդ խմբագրումը ստանալուց հետո ասացիք համաձայնեցված շարունակում են չմնալ այդ կետերը։ Այսինքն սա նշանակում է, որ Ադրբեջանը ասում էր ամբողջությամբ հանել։ Հայաստանը փաստորեն համաձայնել է պայմանագրի ստորագրման դեպքում ամբողջությամբ հանել դիտորդներին։ Հայաստանը համաձայնվել է, որ այն դրույթին, որ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կողմերը չպետք է երրորդ երկրների ուժեր տեղակայեն իրենց ընդհանուր սահմանի երկայնքով։ Ինչու փոխեցիք նախապես հայտարարված ձեր դիրքորոշումը։ Մենք ըստ էության նախապես հայտարարված մեր դիրքորոշումը չենք փոխել, որովհետև մենք փոխել ենք մեր ընկալումը տեքստի վերլուծության արդյունքում, արդեն ասացի, որ մենք այդ թվում անվտանգության խորհրդում ունեցել ենք քննարկում եւ եկել ենք այն եզրակացության, որ այս փոխանակումները ուղարկեցին, համաձայն չենք, այդ process-ը արդեն իսկ սպառել է եւ մենք անցանք հաջորդ փուլին վերլուծելով խաղաղության համաձայնագրի տեքստը ամբողջության մեջ եւ այդ վերլուծության արդյունքում եկանք հետեւության, որ մենք կարող ենք համարել, որ 4 տարվա բանակցությունների արդյունքում ձևավորված այս կոմպրոմիսային տեքստը կարող է ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության համար։ Դուք հայցերի մասով ասում էիք, որ պետք է հայցերը փոխադարձաբար հետ կանչվեն եւ պետք է այնպես լինի, որ հետո կողմերը այդ հարցերը չդարձնեն էսկալացիայի առիթ միմյանց նկատմամբ։ Այս հարցը ինչպես է կարգավորվել այդ կետով։ Ես կարծում եմ, որ այդ հարցը կարգավորվել է, որովհետեւ բովանդական Գիտեք, ես հիմա չեմ ուզում շատ այդքան նյուանսների մեջ տեսեք, գիտեք, երաշխիքը շատ տենց բան բառը, շատ թվում է թե հասկանալի, բայց շատ դեպքերում անհասկանալի։ Ես ասում եմ, որ իրականում, տեսեք, այդ տեքստերը իրականում չեն մնացել ստատիկ նույնը։ Այսինքն այդ տեքստերը որոշակի էվոլյուցիա են ապրել եւ այդ էվոլյուցիան, որ այդ տեքստերը ապրել են մեր ցանկացած լավագույն տարբերակով չեն, բայց մենք այդ էվոլյուցիան գնահատել ենք, որ այնպիսին է ձեր նշած հոդվածների համատեքստում, որ կարող է ընդունելի լինել մեզ համար։ Եվ այս տարվա մեջ ստորագրվի հիմա խոսվում է այդ հայցերի փաստորեն կետը համաձայնեցվել է, բայց այսօր Բաքուն արդեն այս հայտարարությանը զուգահեռ խոսում էր Հայաստանի դեմ նոր հայցեր ներկայացնելու հեռանկարի մասին։ Դեռ չկնքված պայմանագիրը, որը ինչպես հայտարարվեց համաձայնեցված է, Բաքուն արդեն այս ռետորաբանությամբ է հանդես գալիս։ Սա ինչպես է գնահատում դուք։ Արդյոք սա խոսում է ձեր գնահատականը դա Բաքվի այս հայտարարությունը։ Գիտեք, ես եթե կարելի է ես չմեկնաբանեմ Բաքվի այն հայտարարությունը, որ ես անձամբ չեմ կարդացել, որովհետև իմ փորձը ցույց է տալիս, որ կարող են ամենայն հարգանքով երրորդ անձանց միջոցով փոխածված տեքստերը ճշգրիտ չլինել, ես կծանոթանամ։ Պարոն վարչապետ, դա է խնդիրը։ Փոխադարձություն կա այս հարցում, օրինակ հայցից մենք հրաժարվում ենք, իրենք էլ են հրաժարվում։ Եվ նաև տեսականին էլ է։ Ուրիշ բայց բան է վարչապետ, ես հետագայի մասին էի հարցնում։ Ներողություն եմ խնդրում, եթե կա։ Ես էլի ձեր հարցինի պատասխան ասում եմ, որ խաղաղության համաձայնագրի նախագծում չկա որևէ դրույթ, որ վերաբերվում է միայն Հայաստանին կամ վերաբերվում է միայն Ադրբեջանին։ Բոլոր դրույթները առանց բացառությամբ հավասարապես վերաբերվում են թե Հայաստանին եւ թե Ադրբեջանին։ Շնորհակալություն։ Նաև ազատամարտիկ մասնակիցներին էին պահանջում